2025 թվականին երկու կարևոր պատմական նշանակության իրադարձություն եղավ։ Առաջինը ներքաղաքական իմաստով այն է, որ 2018 թվականից այս կողմ առաջին անգամ երբեմնի KGB-ի պատվալները, այս պահին ԱԱԾ-ի նկուղները լցվեցին տարբեր հարցազրույցներ, քաղաքական բովանդակություն գեներացրած մարդկանց կողմից, ինչը պետք է ընդունենք, որ 18 թվականից հետո տեղի չէր ունեցել, KGB-ի պատվալները, ինչպես ասում էին, ազատված էին առավել եւս քաղաքական պատճառներով կալանավորված մարդկանցից, հիմա այդ process-ը նորովի սկսվեց։ Տեղի ունեցավ նաեւ մեկ այլ բան, պետությունը։ Ձեր կարծիքով ովքեր էին քաղաքական պատճառներով ձերբակալվածները։ Կարապետյանը, Միքայել Աչապարյանը, մարդիկ, ովքեր հարցազրույցներ են տվել եւ դրանից հետո հայտնվել են ԱԱԾ նկուղներում։ Մեկ այլ կարևոր ճակերտավոր իրադարձություն եւս տեղի ունեցավ, պետության ներկայացուցիչները, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնապես սկսեցին զբաղվել եկեղեցականների սեռական կյանքով եւ եկեղեցում պառակտություն ստեղծեցին։ Սա եւս կարծում եմ, որ երևի 100-ամյակների նշանավոր իրադարձություն էր, ցավոք սրտի վատ իմաստով։ Արտաքին քաղաքական իմաստով 3 կարևոր բան տեղի ունեցավ։ Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել էր պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հանգուցալուծելու ընդհանուր առմամբ կոնֆլիկտը, լուծարվեց։ Հայաստանը միակողմանիորեն տրամադրեց անխոչնդոտ ճանապարհ եւ այդպես էլ որևէ այլ փաստաթուղթ չստորագրվեց, որով Հայաստանը կստանար մեկ այլ անխոչնդոտ ճանապարհ եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը արդեն պաշտոնապես Ադրբեջանից, այսօր նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերից ստացավ պահանջ խմբագրելու հայկական օրենսդրությունը։ Այս առումով շարունակվում է այն ընթացքը, որը կար 2024 թվականից, բայց ներքաղաքական առումով ինչը ինձ համար ամենացավալին է, մենք որակական փոփոխության անցանք եւ Հայաստանը թևակողեց մի փուլ, որտեղ կրկին մենք ունենք քաղբանտարկյալներ, որտեղ ներազգային պառակտումը ել ավելի խորացավ։